Իսկ եթե քեզ ասեն, որ այսօրվանից չես կարող օգտվել Instagram-ից, Facebook-ից, YouTube-ից, ոչ թե որովհետև ինտերնետ չկա, այլ որովհետև այդպես է որոշել պետությունը, հենց այս կետից էլ սկսենք խոսակցությունը ժողովրդավարության մասին։ Քանի որ Ռուսաստանի օրինակը բոլորս գիտենք, քննարկենք Ռուսաստանի օրինակով։ Տարբեր ժամանակաշրջաններում Ռուսաստանում արգելափակվել կամ սահմանափակվել է YouTube-ը, Facebook-ը, Instagram-ը եւ այլ հարթակներ։ Մարդիկ սկսել են մուտք գործել VPN-ների միջոցով, բայց դրանք էլ ոչ միշտ են աշխատում։ Իհարկե սա միայն սոցցանցերի մասին չէ, սա մարդու ազատության մասին է, ստանալու տեղեկատվություն, կարծիք հայտնելու, իշխանությունից տարբեր տեսակետներ լսելու եւ ինքնուրույն որոշում կայացնելու։ Երբ սահմանափակվում են անկախ լրատվամիջոցները, բողոքի ակցիաները, երբ մարդը քաղաքացին կարող է ինչ որ կերպ պատժվել իշխանությանը դուր չեկած կարծիք, մտքեր հայտնելու համար, իշխանությունից տարբերվող կամ այլընտրանքային ձայները գնալով ավելի քիչ են լսվում։ Եվ տեղի է ունենում ինձ համար որպես քաղաքացի ամենասարսափելի երևույթներից մեկը։ Դու կորցնում ես տարբեր կարծիքներ, տեսակետներ լսելու եւ ինքնուրույն մտածելու, վերլուծելու, կարծիք կազմելու, որոշում կայացնելու հնարավորությունը։ Այս ամեն ինչը անհետևանք չի մնում։ Նորից գանք Ռուսաստանի օրինակին, վերջին տարիներին իշխանությանը կոշտ քննադատած գործիչներից Բորիս Նեմցովը, Նավալնին, ողբերգական ճակատագրեր ունեցան։ Ուրիշները հայտնվեցին բանտերում, ստիպված եղան լքել երկիր։ Խոսքը միայն քաղաքական գործիչների, հասարակական գործիչների մասին չի, հա մեր ոլորտից էլ շատ հայտնիներ, շատ լրագրողներ ստիպված եղան լքել երկիրը։ Բայց սա միայն մի երկրի պատմություն չէ։ Սա օրինակ է, թե ինչու է կարևոր ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվության բազմազանությունը, որովհետև ժողովրդավարությունը նաև տարբեր կարծիքներ լսելու հնարավորություն է, բայց մինչ այդ պետքա թույլ տանք, որ տարբեր կարծիքներ հայտնելու հնարավորություն լինի, որ կարողանանք հարցեր տանք եւ այդ ամենով հանդերձ կատարենք մեր սեփական ընտրությունը, ֆիքսենք, որ տարակարծությունը կարևոր է։